Գիրք Ելից, գլուխ 18, առաջին դատավորները։ Երբ Մովսեսի աները, Մադիամի քուրմ Հոթորը, լսեց այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին և իր Իսրայել ժողովրդին, և թե Տերը Եգիպտոսից դուրս է բերել Իսրայելին, Մովսեսի աներ Հոթորը վերցրեց Մովսեսի կնոջը Սեփորային, նրան հետ ուղարկելուց հետո, և նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր, որովհետև նա ասել էր. «Պանդուխտ եղա օտար երկրում», և մյուսինը Եղիազար, քանի որ ասել էր. «Իմ հոր Աստվածն իմ օգնականն էր, և ինձ փարավոնի սրից ազատեց»։ Եվ Մովսեսի աներ Հոթորը նրա որդիների ու նրա կնոջ հետ եկավ Մովսեսի մոտ, դեպի անապատը, որտեղ նա բնակել էր Աստծո լեռան վրա, և ասաց Մովսեսին. «Ես քո աներ Հոթորը գալիս եմ մոտդ, նաև քո կինն իր որդիների հետ»։ Եվ Մովսեսը ելավ իր աներոջը դիմավորելու, և խոնարհվեց և համբուրեց նրան, և միմյանց ողջությունը հարցրին և մտան վրան։ Եվ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, որ Տերն արել էր փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի պատճառով, և այն բոլոր տառապանքները, որ ճանապարհին կրել էին, և Տերը նրանց ազատել էր։ Եվ Հոթորն ուրախացավ այն բոլոր բարիքների համար, որ Տերն արել էր Իսրայելին, ու փրկել էր նրան Եգիպտոսի ձեռքից։ Եվ Հոթորն ասաց. «Օրհնյալ լինի Տերը, որ ձեզ ազատեց Եգիպտոսի ձեռքից և փարավոնի ձեռքից, որովհետև ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից։ Հիմա գիտեմ, որ Տերը մեծ է բոլոր աստվածներից, հենց այն բանով, որով հպարտանում էին, նա նրանցից բարձր էր»։ Եվ Մովսեսի աներ Հոթորը ողջակեց ու զոհեր մատուցեց Աստծուն, և Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծո առջև հաց ուտելու։ Եվ եղավ, որ հաջորդ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև իրիկուն Մովսեսի մոտ կանգնած էր։ Եվ երբ Մովսեսի աները տեսավ այն ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այս ի՞նչ ես անում դու ժողովրդին, ինչու ես դու մենակ նստում, և ամբողջ ժողովուրդը կանգնում է քո մոտ առավոտից իրիկուն»։ Եվ Մովսեսն ասաց իր աներոջը, թե ժողովուրդն ինձ մոտ է գալիս Աստծուց իրավունք հարցնելու։ Երբ նրանք մի բան են ունենում, գալիս են ինձ մոտ, և նրանց միջև դատաստան եմ տեսնում, և բացատրում եմ Աստծո կանոններն ու օրենքները։ Եվ Մովսեսի աներն ասաց նրան. «Քո արածը լավ բան չէ։ Այդպես անպայման դու էլ կմաշվես ու քեզ հետ եկած ժողովուրդն էլ, քանի որ այս բանը քեզ համար շատ ծանր է, դու մենակ չես կարող անել սա։ Հիմա լսիր իմ խոսքը, ես քեզ խորհուրդ կտամ, և Աստված քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դու գնա Աստծո առջև, և դատերը դու ներկայացրու Աստծուն, և սովորեցրու նրա կանոններն ու օրենքները, և բացատրիր նրանց իրենց գնալիք ուղին և իրենց կատարելիք գործը։ Բացի այդ, դու ամբողջ ժողովրդի միջից ունակ մարդիկ, Աստծուց վախեցող, հավատարիմ, ագահությունն ատող մարդիկ ընտրիր, և հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ նշանակիր նրանց վրա, և թող մշտապես նրանք դատեն ժողովրդին, և եթե մեծ բան լինի, քեզ ներկայացնեն, իսկ ամեն փոքր բան թող նրանք դատեն, և քո վրայից թեթևացրու բեռը, և նրանք թող քեզ հետ կրեն։ Եթե սա անես, և Աստված էլ քեզ պատվիրի, այն ժամանակ կկարողանաս կանգնել, և ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ իր տեղը կգնա»։ Եվ Մովսեսն իր աներոջ խոսքը լսեց և նրա բոլոր ասածները կատարեց։ Եվ Մովսեսն ամբողջ Իսրայելից ունակ մարդիկ ընտրեց և ժողովրդի վրա նրանց գլխավորներ, այսինքն հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ կարգեց։ Եվ ամեն ժամանակ նրանք էին դատում ժողովրդին։ Դժվար խնդիրները Մովսեսին էին բերում, իսկ փոքր բաներն իրենք էին դատում։ Եվ Մովսեսն իր աներոջը ճանապարհեց, և նա իր երկիրը գնաց։